Իր առանձնատանը ձերբակալված Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունն է քննում Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանը։ ԲՀԿ ղեկավարին ԱԱԾ աշխատակիցներն են տարել դատարան։ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է խարդախության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ քննչական կոմիտեի տարածած հայտարարության, իբրև Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-ից 2024 թվականներին կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում։ ԲՀԿ ղեկավարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Ուրեմն մեղադրանքը լրիվ սարքած, սուտ, փուջիկ, որցի բացկալ հակառակը հոլամանապարտ, որը թուղթը գրել է, որը և դեսպանները ներկա և նախկինը, որը կան, որ բոլոր սարքած փուջիկը, որից է մի բան չկա։ 100% դա ասենք թե ապացուցվում։ Դա բան ինչ պարզ կլի։ Մեր հետ ենք պատասխան։ Ծառուկյանի առանձնատունը 3 ավելի քան 12 ժամ խուզարկելուց հետո իրավապահները քննչական կոմիտե են տարել համակարգիչներ ու փաթեթավորված իրեր։ Առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերվել Ծառուկյանի կենդանիներին։ 3 առյուծի և 1 վագրի քնեցրել են ու տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի։ ԲՀԿ ղեկավարի տնից տարել են նաև տարբեր կենդանիների ու թռչունների 190 խրտվիլակ։ Բացի փողերի լվացումն ու խարդախությունը, Ծառուկյանին առաջադրվել է նաև ապօրինի որս անելու մեղադրանք, ինչի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 միլիոն դրամի վնաս։ Մասնագետները չեն հասկանում, ինչպես է Ծառուկյանը վնաս պատճառել շրջակա միջավայրին, եթե հնարավոր չէ Հայաստանում որսալ, օրինակ հյուսիսային բևեռում բնակվող որմզդեղ, ամերիկյան բիզոն կամ աֆրիկյան անտիլոպ։ Իդեպ շատերը նկատում են, որ կոնկրետ գայլ որսալու համար Ծառուկյանին պետք էր ոչ թե մեղադրանք առաջադրեին, այլ պարգևատրեին, քանի որ Հայաստանում 2011-ից դրամական պարգև են ստանում այս գիշատիչների որսորդները։ Նոր-Նորքի դատարանի դիմաց տասնյակ քաղաքացիներ են հավաքվել առավոտից։ Նրանք սպասում են արդար վճռի։ Լանա Համբարձումյան, Էլեն Յահինյան, Հայլուր։